Շնորհակալություն։ Պարոն Ավետիսյան, ես հանձնաժողովի նիստին չէի մասնակցում, դրա համար հարցերը հիմա այստեղ կտամ, մնացած մասն էլ արդեն ելույթների տեսքով։ Երկու հարց ունեմ։ Առաջինը, դուք բավարար համարում եք մեր համայնքների այսօրվա եկամուտների մակարդակը իրենց խնդիրները լուծելու համար, եւ երկրորդ հարցը, ըստ ձեզ որը պիտի լինի մեր համայնքների եկամուտների ձևավորման հիմնական աղբյուրը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Ոչ, բավարար չի։ Որը պիտի լինի, այդ թվում նաև գույքահարկը, հողի հարկը, նաև համայնքները սահմանադրությամբ եւ օրենքով կարող են սահմանել նաև այլ հարկատեսակներ։ Բայց ես նաև կարևորում եմ համայնքներում եղած եկամուտների ծախսման արդյունավետությունը։ Օրինակ իմ համար ընդունելի չի, երբ որ ասենք օրինակ 7 միլիոն դրամանոց տոմսով կարա ասենք Երևանի քաղաքապետը ճամփորդի, երբ որ պատիկներով ավելի պակաս արժեքով կարա, սա եւս շատ կարեւոր է, պարոն Թունյան։ Իսկ ինչ վերաբերում է գույքահարկի բարձրացմանը, նորից եմ կրկնում, շքեղությունը հարկելուն ոչ մեկ դեմ չի։ Այդ թվում ես կողմ եմ, հակառակը ես ասում եմ եղած ձեր առաջարկած այս սանդղակը, որը վերջանում է 200 միլիոնով, պետք է շարունակվի։ Այո, 500 միլիոն, 1 միլիարդ դրամանոց գույքերը, թեկուզ եթե դրանից մի հատ կա կամ 5 հատ, չնայած ես լիստեմով նայել եմ, լիքը կա տես գույքեր վաճառվող։ Այդ գույքերը պետք է հարկվի ոչ թե իրենց մոտարկված արժեքի 1.5%-ով, այլ ենթադրենք 3%-ով։ Եվ այդտեղից էլ թող գեներացվի այն լրացուցիչ եկամուտը, որը դուք ակնկալում եք։ Արձագանք։ Պարոն Ավետիսյան, ես ուրիշ բանի մասին էի հարցնում, էլի խոսակցությունը տարակ կապեցիք բանին, քաղաքական ինչ-որ ենթատեքստի։ Լավ, Երևանի քաղաքապետարանից մի հատ վերանանք։ Համարենք, որ շատ վատ են ամեն ինչ անում, շատ սխալ են անում։ Հիմա Գյումրու քաղաքապետարանի օրինակով վերենք։ Օրինակ Վարդան Ղուկասյանին կոմունիստական կուսակցության ծրագիրը Գյումրիում իրականացնելու համար համայնքային եկամուտները որ աղբյուրներից պիտի բավարարվեն։ Աղբյուրները արդեն նշեցի, ինչքան էլ ասենք փորձեք բան այտենց ռուսերեն ասած ներողություն բառի համար ատվետ ֆրալ փորձեք, բայց դրանից բովանդակությունը չի փոխվելու։ Իմ ասածը շատ պարզ բան է, պարոն Թունյան։ Ասում եմ սոցիալական բեռը արդեն իսկ կրողի վրա ավելի շատ հարկային բեռ մի դրեք։ Եկամուտ հավաքվել, ախր նոր մի քիչ առաջ եկել եք, մի օր առաջ խոսում եք մանիպուլյացիաներից եւ այլն, ինչի մասով համաձայն եմ։ Պարզ բան ենք ասում, էլի, ասում ենք հարկային բեռը ավելի շատ դրեք այն խավի վրա, ով կարում է տանի։ Օրինակ ձեր գույքահարկի պատճառով, եթե նույնիսկ մի նպաստառու կամ թոշակառու ընտանիք պարտավորվելու է իր գույքը վաճառի պապենական եւ գնա մի ուրիշ տեղ ապրի, ինչին նաեւ ձեր падգամավորներից մի մասը խորհուրդներ է տալիս, այդ արդեն լավ չի։ Պետք է դա նկատի առնվի։ Չի կարելի թացը չորին խառնել ու անընդհատ խոսել ինչ-որ անպագորգոր բաների մասին։